Հայաստանի Հանրապետություն բռնի վերահանրելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իրավաբերել է Հայաստանի կառավարությունը։ Մենք որևիցե հնարավորություն ազդելու այդ որոշումների վրա մշակելու, հաստատելու չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծայրահեղ ծանր։ Եվ դադարեցնելով այս 50,000-ականները նաև հայտնվելով են փողոցներում։ Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջի հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելով այդ ստեղծված խմբի հետ։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել և կոորդինացնում ենք մեր աշխատանքները։ Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունը ձևավորել որոշումներ բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը, որ մենք այո ունենք այդ խնդիրը սոցիալական հարցերը մեր ժողովրդին լուծելու, բայց հնարավորությունը չունենք։ Դա ես մեր ժողովրդի առաջ եմ։ Եվ մի հարց է, ինչ վերաբերում է կողքի տեսնում կաղնած Յուրան, հենա համպես սպասում ավ է պատասխան։ Հալա ես ուզում նաև Յուրայի ես վերջի երկու օր առաջ հանրահավաքի ընթացքում փոքր հնչեցրած թեզերի հանրադառնում։ Նախ ճիշտ կլինի Յուրան, շատ լավ սիրում չնանչում։ Ես էլ եմ քեզ շատ լավ չնանչում։ Հիմա մեր ժողովրդի կողմից մի օր ես ուզում մեր ժողովուրդն էլ տեղյակ լինի։ Այսօր ներդրումային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը այստեղ հավաքի հյուրը կարող է $500,000 պարտ ունենալ։ Ես ուզում չեմ մանրամասը անդրադառնամ, բայց դուք իմացիք։ Եվ եթե խոսում եք նալանի մասին, հենց դուք պիտի լինիք արդար։ Ես դրա կողմնակից եմ։ Ես կանա, եթե կա անհրաժեշտություն առանձին եք կարիք ես բացացեք։ Հաջորդ հարցումը շան։ Ուրեմն մի վարյա, ապարոն Շահրամյանը, մի սեկունդ։ Այ ասում եք փաստորեն, դուք ասում եք, որ մի վարյա։ Ինչ հնարավոր է արել եք, արդյոք չկա գործորհաճում ու ինչ-որ սպասել նոր անելիքները չկա։ Բայց ասում եք, հանրային ճնշումով փորձեք այդ խալանացը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս մնացել են դատապարտություն այդ գործերով, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար, մենք հրապարակային հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ եք որոշում, դատապարտության առջև մենք կանգնում դուք մտեք, ոնց ընդունեք իմանանք, որ արել եք չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդ ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ խալանացը ոնց դատաիրավական պրոցես արագացնեք, որ մարդիկ աղետով չհայտնեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասպեքստեղ հավաքվածների չգիտեմ ու գումարայի $500,000, հավատացեք հիմնադրամում այնպիսի գումարներ յուրացվել, որ $500,000 ես քանի մեջի բարանալ, բայց սովորական մարդիկ են երեի մեկը մի $5 միլիոն, $10 միլիոն վար կավեցել։ Մենք խոսում ենք, բարոն Շահրամյան, երբ տեղյակ եք, համանավան 2 տարի ԱԱԶ-ի պետ եք եղել Արցախում։ Ու Արցախը գիտեք, Տելեկոմով, Ոսկյանքով, ոնց է թալանվել ու որոշ վերնախով, մի բան էլ չեք արել, բայց կողենք մի կողենք։ Հիմա այս վիճակում ենք, որ հիմա ենք հայտնվել։ Կա կարիքը, միասին գնում ենք, դուք մտնում եք, ձեզ կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպեսզի լինի, չի ստացվել, այնվաստ արդեն ձեզ հարցեր չունենք, բայց Ես քեզ հասկացում։ Ես հետո գտնում ենք, որ դուք ներկայացնում եք ժողովուրդ մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց։ Ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ ներկայանալ դատախազության, ներկայանալ քննչական կոմիտեի։ Նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք և ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման նաև կազմակերպիչների հետ ես 3 առաջ օրը խոսացել եմ հեռախոսով։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան։ Մենք հարցերը քննարկենք։ Ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտ ձեր ներկայությամբ։ Դուք
ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Արեք երկու շաբթիորը վրա որպես պայմանավորվել բոլորս միասին ձեր հետ միասին իմ դատախազության հարցեր դիշան այնտեղ էլ արդեն հավաքենք գործերը առաջ։ Ինձ ուղարկեք ձեր կողմից այլ մարդկանց ցանկը, ովքեր պատրաստ է հանդիպելու եւ ներկայացնելու հարցեր։ Եվ այդքան, մարդիկ դրսում կսպասեն, դուք մտեք, պրոբլեմս եք են հարցը, որ մեզ ավուզում, ու դուք որասում եք, եթե ես ավարտել ծնկել ես քանի ու ինչի հանրայնա, ես համոզված եմ, որ դուք են գիտեք, որ այս հարցը, որը բարձրացրել ենք, մեծամասնության շահերի համար եւ մեծամասնության հետաքրքրում բոլորին ունեն սոցիալ խնդիրներ։ Ուզում եմ ասել, սա այս բանը, որ սա Արցախի մեծամասնությանն է վերաբերում եւ իրանց խնդիրն է։ Սա ունենք որպես փաստ։ Դեմանացած դրա արդեն ձեր ուղղակի պարտավորվածությունը ու պարտականությունն է լինելով այն պարտունի, որի որդում կա։ Ինչ վերաբերում այն պատասխանությունների, ես շատ ծաղկիտ եմ այն պատասխանությունները։ Իմ խոսքը նրա մասին է, ովքեր են պատրաստ, ես այդ հարցը կբարձրացնեմ, եթե կընդունենք, իմ հետ միասին, մտեք եւ ժողովրդին ներկայացրեք, այս հանրահավաքի ակտիվիստներից մեկն էլ դուրս։ Մտնենք, լսի եւ ներկայացրու ձեր պահանջները։ Բոլոր ժողովուրդները, եթե պետք է դրեք կողմեր քանակ, այդ տարբերակի մասի կմտածեք, թե դեպի իրակի բոլոր պատասխանը կտա։ Իսկ ինչ վերաբերում է, Լավ, այդ մի ուրեմն երկուշաբթի օրը ժամը 10-ին ձեր կողմից ստեղծված նախաձեռնող խմբի սպասում քննարկելու այդ հնարավոր բոլոր զարգացումները, մտնելու դատախազություն, կնչական կոմիտե, այդ հարցերի պատասխանները ոնց եք հասցնելու մեր ժողովրդին, եւ պետք է ժողովրդին բացատրել, որ դա երկարաժամկետ պրոցես է, ու տես չի որ թալանած վերցնել են բաժանել բոլորին։ Դա պիտի վերադարձվի Հայաստանի պետբյուջե, որտեղից սոցիալական հարցերը պետք է մեր ժողովրդին։